Արամի 72-ից 80 շենքերի բնակիչներին կառավարությունը հավատ չի ներշնչում։ Այսօր Հանրապետության հրապարակում հավաքված այս մարդիկ, ովքեր 7 տարի առաջ խաբեության արդյունքում զրկվել են իրենց տներից, չեն հավատում, թե կառավարությունը օրերս քննարկած նախագծով կլուծի իրենց խնդիրը։ Նրանք պարզել են, որ իրենց տները վաճառվել են այլ անձանց։ Կառավարության նախագծով սեփականատերերը կստանան իրենց բնակարանները, եթե յուրաքանչյուր քառակուսու դիմաց վճարեն եւս 450 ամերիկյան դոլար։ Բնակիչները դեմ են այս նախագծին եւ ստորագրահավաք են սկսել։ Իմը 114 քառակուսի մետր է։ Պատկերացրեք, ես արդեն 50,000 դոլար էլ պիտի վճարեմ, որպեսզի կարողանամ Արամի շենքից բնակարան ստանամ։ 72,000 դոլարը տվել եմ, հիմա էլ պիտի տամ 50,000 դոլար, որպեսզի կարողանամ այդտեղից գոնե մի բնակարան վերցնեմ։ Բայց դա ես ի վիճակի չեմ անելու։ Դա անտանելի մեծ գումար է։ Վահան Սարուխանյանը Արամի փողոցի սեփականատերերից մեկն է, որը ոչ իր գումարն է կարողանում հետ ստանալ եւ ոչ էլ բնակարանը։ Այսօր ինձ գումար չեն առաջարկել քառակուսի մետրին, ոնց որ գնորդներն են առաջարկել, բայց բնակարանը չի առաջարկել։ Ու ես չգիտեմ 7 տարի է դուրսն եմ իմ ընտանիքի հետ, բազմաթամ ընտանիքի հետ։ Ես ոչ մի ակնկալիք, ոչ մի տեղից չունեմ, որ իմ հարցս կլուծվի։ Մենք մեր բնակարաններն ենք ուզում։ Ուրիշ ոչինչ, չեն կարողանում մեր բնակարանը, մեր փողը թող հետ տան, մենք որտեղ տուն կառնենք, մենք կիմանանք արդեն։ Անհույս քաղաքացիներից ոմանք էլ այսօր սպառնացին կառավարությանը։ Իմ բնակարանը տան, եթե ոչ ես ինքնասպանություն կգործեմ։ Մեր պետությունը գտնվում է անտեր վիճակում։ Սուսաննա Պողոսյան, Սևակ Մեսրոպյան, EPF։